Եգիպտոսի նախագահի պաշտոնից վտարված Մոհամմեդ Մորսի աջակից եւ ընդդիմադիր ցուցարարները իրենց զայրույթն են արտահայտում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նկատմամբ, որն ասել է, թե ԱՄՆ-ն այս պայքարում չի աջակցում կողմերից որևէ մեկին։ ԱՄՆ-ի նախագահի եւ կոնգրեսի առջեւ այսօր դրված է մեկ խնդիր՝ շարունակել արդյոք Եգիպտոսի բանակին $1 միլիարդ 300 միլիոն օժանդակությունը, թե դադարեցնել այն։ Չէ՞ որ ի վերջո այստեղ բանակն է տապալել ժողովրդավարական եղանակով ընտրված նախագահին, իսկ օգնություն Ամերիկան տրամադրում է միայն ժողովրդավարական սկզբունքները հաշվի առնելով։ Այդ պատճառով պետդեպարտամենտի խոսնակ Ջեն Պսակին ասել է, թե ժողովրդավարական գործընթաց չի նշանակում միայն քվեարկություն, այլ նաև թե ինչպես են այդ քվեարկության արդյունքում ընտրված պաշտոնյաները իրականացնում իրենց վստահված պարտականությունները։ Իսկ Եգիպտոսում, ասում է նա, միլիոնավոր մարդիկ են իրենց զայրույթը արտահայտել այդ պաշտոնյաների նկատմամբ։ Ինչ վերաբերում է Եգիպտոսում ԱՄՆ-ի ներգործության լծակներին, մեծաթիվ փորձագետներ են ասում, որ այդ լծակները սահմանափակ են։ Ու այս պայմաններում, երբ կողմերը պատրաստ չեն եւ ոչ մի զիջման, ԱՄՆ-ի համար շատ դժվար է բռնել դրանցից որևէ մեկի կողմը։ Այդ պատճառով Ամերիկան, հասկանալով արաբական աշխարհում ամենամեծ բնակչություն ունեցող այս երկրի հետ կապերը պահպանելու կարևորությունը, առայժմ ցանկանում է դեպքերին նայել հեռվից ու պարզապես ուղիներ որոնում, որպեսզի անցումային այս ժամանակաշրջանում այստեղ վրեժխնդրությանը փոխարինելու գա հաշտեցումը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։